Առողջության իրավունք, առողջապահական սոցիալական հասարակական կազմակերպությունը մարդը կարիքի մեջ բարեգործական հասարակական կազմակերպության օժանդակությամբ իրականացրել է ծրագիր, որը ուղղված էր գյուղաբնակ կանանց առողջության կարիքների գնահատման եւ գյուղական ամբուլատորիաների հնարավորությունների գնահատման այդ կարիքների արձագանքման։ Բավականին հետաքրքիր եւ մտահոգիչ տվյալներ ենք ստացել, հայտնաբերվել է մի քանի գեպացիտների դեպք, ասենք 5 գեպացիտ B-ի եւ 2 գեպացիտ C-ի սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում հայտնաբերեցինք բավականին մեծ տարածվածություն խնդիրների եւ կրծքագեղձում եւ փոքր կոնքում։ Ավելի քան 26%-ը ունեին կիստաներ արդեն, կիստոզ փոփոխություններ։ Հետազոտությունը վերհանել էր լուրջ խնդիր, որովհետև հենց հաջորդ շաբաթ այդ կինը գնացել էր եւ արդեն վիրահատվել էր եւ անցել էր քիմիոթերապիայի։ Շատ մտահոգիչ էր այն, որ այդ միոմաների առկայության մասին այդ կանայք իմանում էին մեզանից։ Մենք ունենք բոլոր գյուղական բնակավայրերում լավ աշխատող գյուղական ամբուլատորիաներ, լավ աշխատող ընտանեկան բժիշկներ, բայց լաբորատոր գործիքային հետազոտությունները դժվար հասանելի են։ Արդիկ չեն կարողանում կտրվեն իրանց առօրյա հոգսերից, մեկ ամբողջ օր ծախսեն, զբաղվեն իրանց առողջությունով։ Ծրագիրը նաև ինչ ցույց տվեց, որ էնդոկրին համակարգի խանգարումներն էին, տղամարդկանց մոտ ուրոլոգիական խնդիրներն էին, ուրոլոգի ծառայությունները պետպատվերով չէ փակվում։ Զարմանալի էր դա էր։ Ամենատարածված խնդիրները էնդոկրին համակարգի եւ տղամարդկանց մոտ եւ կանանց մոտ դա ընտանեկան բժիշկների գնահատականն է, որ իրենց շահառուների ամենատարածված խնդիրները դա էնդոկրին համակարգի խնդիրներն են։ Մենք ուզում ենք բարձրաձայնենք այդ խնդիրները, որպեսզի նաև, ասենք, լինի պետական մոտեցում դրան, որ շարժական ծառայությունները լինեն ոչ միայն հասարակական կազմակերպության նախաձեռնություններով, այլ նաև մտնեն պետության կողմից տրամադրվող առողջապահական ծառայությունների շարքի։